Մշակույթները հաճախ գործում են որպես անոթներ, որոնք միացված են ընդհանուր հեղուկով, մարդկային արժեքներով, գաղափարներով, արվեստով, գիտելիքներով և սովորույթներով։ Երբ մշակույթները շփվում են, նրանց միջև տեղի է ունենում տեղեկատվության, գաղափարների և արժեքների հոսք։ Այնպես, ինչպես հեղուկը ձգտում է հավասար մակարդակի հասնել հաղորդակից անոթներում, մշակույթներն էլ հակված են փոխազդելուց հետո հավասարակշռել միմյանց։ Օրինակ, օսմանյան բազմազգ կայսրության տարբեր ժողովուրդների մշակույթները հաղորդակցվում էին միմյանց հետ, միևնույն ժամանակ պահպանելով իրենց ինքնությունը։ Ինչպես հեղուկը շարժվում է անոթներից մեկից մյուսը, այնպես էլ մշակութային տարրերը, լեզուն, երաժշտությունը, սննդի մշակույթը շարժվում են հասարակությունների ներսում, փոխազդելով միմյանց հետ։ Եթե հաղորդակից անոթներում ճնշումը փոխվի, հեղուկի մակարդակները նույնպես կփոխվեն։ Նմանապես և մշակութային ազդեցությունները կարող են փոխել իրենց մակարդակները, ստեղծելով նոր հավասարակշռություն։ Այս ամենը դիտարկենք օսմանյան կայսրության օրինակով։ Օսմանյան Թուրքիան 1299-ից 1922 թվականներին եղել է հսկայական կայսրություն, որը տարածվել է 3 մայրցամաքներում՝ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում։ Իր մեծության պատճառով կայսրությունը բնակեցված էր տարբեր ազգերով, կրոններով և մշակույթներով։ Այդ բազմազանության պայմաններում հպատակ ազգերի միջև տեղի են ունեցել մշակութային կարևոր փոխազդեցություններ, որոնք ազդեցություն են թողել օսմանյան հասարակության վրա։ Օսմանյան կայսրությունում բնակվում էին բազմաթիվ ժողովուրդներ՝ թուրքեր, հայեր, հույներ, հրեաներ, բուլղարներ, արաբներ և այլ ազգեր։ Այս ժողովուրդներն ունեցել են իրենց առանձին կրոնը, լեզուն և սովորույթները, սակայն միևնույն ժամանակ համագործակցել են տնտեսության, արհեստների և առևտրի ոլորտներում։ Հայերը հայտնի են որպես հմուտ արհեստավորներ, ոսկերչության, զինագործության և շինարարության մեջ։ Նշանավոր ընտանիքներից դյուզյաները հայտնի ոսկերիչներ էին, զբաղվում էին նաև դրամահատությամբ։ Սուլթանի արքունիքում էր աշխատում հարգարժան հայ ոսկերչապետ Հովհաննես Աղա Դյուզը, ով Սուլթան Մահմուդ առաջինի համար պատրաստել էր շքեղ ադամանդակուռ հրացան։ Հովհաննես Դյուզի կենսագրության մասին մեր օրերում գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն նրա թողած հետքը կենդանի է մնում այն բացառիկ աշխատանքներում, որոնք նա ստեղծել է սուլթանական ընտանիքի համար։ Բացի թանկարժեք սրից ու դանակից, այս զարմանալի հրացանը Մահմուդ առաջինի համար ծառայում էր որպես ծիսական իր։ Տեսանյութում կարելի է ծանոթանալ հրաշագեղ հրացանի բոլոր բաղադրիչներին։ Տատյանները հայտնի զինագործներ էին Ակնիկ Ամարապատ գյուղից։ Տատյան Մահտեսի Առաքելը կայսրության առաջին պաշտոնական վառոդապետն է եղել։ Սուլթան Սելիմի հանձնարարությամբ Առաքել Ամիրային հաջողվել էր վառոդ պատրաստելու նպատակով ճախարակ շինել, որը չէին կարողացել անել ֆրանսիացի մասնագետները։ Այդուհետ Առաքել Ամիրայի անվան հետ են կապված նաև այնպիսի գյուտեր, ինչպիսիք են անվավոր նավակը, գերաններ սղոցելու, նավի հատակը պղնձապատելու, նավերի ջրքաշ մեքենաները։ Այս հայտնագործությունների շնորհիվ Առաքել Ամիրան գրավում է նաև Պարսից շահի ուշադրությունը, սակայն թուրքական սուլթանը, հասկանալով երկրի ռազմական բնագավառում Առաքել Տատյանի նորամուծությունների կարևորությունը, հրաժարվում է զիջել նրան շահին։ Այսօր շատերի համար Ստամբուլը Թուրքիայի ամենագեղեցիկ քաղաքն է, զարդարված հրաշալի կոթողներով ու վեհաշուք կառույցներով։
Այստեղ կարծես միացոլում են քաղաքակրթությունները, եւ այդ միացոլումը լիովին արտացոլվում է քաղաքի ճարտարապետության մեջ, որի աչք շլացնող գործերից շատերը պատկանում են հայ ճարտարապետների, Պալյան ընտանիքի ներկայացուցիչներին, ովքեր Օսմանյան կայսրության արքունին ճարտարապետներն էին։ Գրիգոր Պալյանի որդու Կարապետ Պալյանի անվան հետ է կապված Ստամբուլի ամենաշքեղ կառույցներից մեկի Դոլմաբահչեի հիմնադրումը, որն առանձնանում է իր եվրոպական լուծումներով։ Դրանք պայմանավորված էին ժամանակի թելադրանքով, քանի որ 19-րդ դարը համարվում է վերածնդի ժամանակաշրջան, երբ սուլթանները, թեև ձևականորեն ձգտում են բարեփոխումների միջոցով երկիրը վերակառուցել եվրոպական տեսքով։ Կարապետ Պալյանից հետո նրա գործը շարունակում է Նիկողայոս Պալյանը։ Հույններն Օսմանյան կայսրությունում ոչ միայն աչքի էին ընկնում որպես մութ նավաստիներ եւ առևտրականներ, այլև զգալի ազդեցություն ունեին մշակույթի, կրթության եւ արվեստի բնագավառներում։ Հույն վարպետները մասնակցել են եկեղեցիների, երբեմն նաեւ Օսմանյան պալատների, մզկիթների եւ այլ շինությունների կառուցմանը, հատկապես կիրառական արվեստի ու դեկորատիվ տարրերի ոլորտում։ Պահպանվել են բյուզանդական արվեստի ավանդույթները, մոզաիկաներ, սրբապատկերներ, իկոնագրություն։ Այդ ուղղությունը շարունակում էր զարգանալ հատկապես հունական համայնքներում։ Հույն երաժիշտներն ու երգիչները ներդրում են ունեցել ոչ միայն ուղղափառ եկեղեցիական երաժշտության մեջ, այլև օսմանյան դիվանագիտական երաժշտության մեջ։ Որոշ հույն երաժիշտներ հայտնի էին նաև արքունիքում, ելույթ էին ունենում օսմանյան երաժշտական համույթներում։ Հույները լինելով կրթված եւ բազմալեզու համայնք, հաճախ հանդես էին գալիս որպես միջնորդ քրիստոնեական Եվրոպայի եւ իսլամական արևելքի միջև, նպաստելով մշակութային հաղորդակցությանը։ Հրեաները Օսմանյան կայսրությունում ունեցել են առանձնահատուկ դեր ֆինանսական, առևտրական եւ բժշկության ու դեղագործության ոլորտներում։ Նրանց ազդեցությունը հատկապես մեծացավ 15-րդ դարից հետո, երբ օսմանյան սուլթանները ընդունեցին Իսպանիայից արտաքսված սեֆարդական հրեաներին։ 1492 թվականին Իսպանիայում կաթոլիկ միապետների հրամանով հրեաները արտաքսվեցին եւ հազարավոր սեֆարդական հրեաներ ապաստան գտան Օսմանյան կայսրությունում։ Հրեաները կարևոր դեր ունեին կայսրության դրամական գործերում, որպես մաքսատան պաշտոնյաներ, հարկահավաքներ, բանկային գործակալներ։ Այսպիսով միջնադարում Օսմանյան Թուրքիայում հպատակ ժողովուրդներն ապրում էին կողք կողքի, փոխհարստացնելով միմյանց։ Հայերը ոսկու ու քարի վարպետներ, հունական համայնքը արվեստի ու երաժշտության գանձապահ, հրեաները ֆինանսական հսկաներ։ Բազմազգայտ մեծ կայսրությունում մշակույթներն օսում էին ինչպես ջուրը հաղորդակի ծանոթներում, երբեմն ձուլվելով, երբեմն պահպանելով իրենց ինքնությունը։ Եվ հենց այս հոսքերի մեջ է ծնվում մի նոր քաղաքակրթություն, որ մնում է հավերժ քարե կառույցներում, մետաղի փայլում ու ժամանակի հիշողության մեջ։